Հրապարակ թերթը գրում է շուրջ կես տարի է Գյումրու քաղաքացիական պայմանագրի տարածքային կառույցը լուծարվել է եւ նորը չի ձևավորվում։ Տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը թերթին ասել է, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքնանձամբ է ներկայացրել վարչություն այս տարվա մայիսին, սակայն պատճառների մասին չի մանրամասնել։ Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել։ Նրան դա պարտադրել են անել Գյումրու թիմ ընտրություններից, քաղաքացիական պայմանագրի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո։ Թերթի տեղեկություններով առաջիկայում քաղաքացիական պայմանագիրը նոր կառույց կձևավորի Գյումրիում, որը ամենայն հավանականությամբ կգլխավորի գործող մարզպետը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Արագածոտնի թեմի հոգևորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող անձնական իրերը վերադարձնելու միջնորդությունը քննչական կոմիտեն հետաձգել է։ Ասել է, թե հրաժարվել է հոգևորականների հեռախոսները, երեխաներին պատկանող պլանշետները եւ այլ իրեր վերադարձնել, քանի որ այս պահին իրավապահ համակարգում ակտիվ զննության են ենթարկվում հոգևորականների հեռախոսները։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է դեռևս ապրիլին հայրենի իշխանությունները նպատակ ունեին Հայաստանում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորել։ Թերթի տեղեկություններով կառավարությունը նպատակ ուներ դրանց միավորմամբ ստեղծել մեկ միասնական այսպես կոչված ուժային կոմիտե, որը կղեկավարեր մեկ անձ, կունենար տեղակալներ, իսկ տեսչականները կունենային իրենց տեսուչները, ովքեր լավ կվարձատրվեին ու տարբեր ոլորտներում լուրջ ստուգումներ կիրականացնեին։ Սակայն թերթի տեղեկություններով այս պահի դրությամբ կոմիտե ստեղծելու գործընթացը սառեցված է։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է վարչապետի աշխատակազմում անհանգիստ են։ Թերթի տեղեկություններով աշխատակազմի ղեկավար կազմը բավական լարված վիճակում է։ Պատճառը Սամվել Կարապետյանի եղբորորդու մերձեոշարժման համակարգող Նարեկ Կարապետյանի օրերս կայացած հարցազրույցն է ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ։ Բայց անհանգստության բուն պատճառը ոչ թե ինքնին հարցազրույցն է, այլ այն, որ աշխարհահռչակ ամերիկացի լրագրողի հետ հարցազրույցի համար իրականում որևէ գումար չի ծախսվել։ Եվ դա ոմանց դրել է անհարմար դրության մեջ, քանի որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եւ մասնավորապես Փաշինյանի համար կազմակերպող հարցազրույցների համար որպես կանոն գումարներ են վճարվել եւ դրանց կազմակերպմամբ զբաղվել է հենց աշխատակազմը։ Ոմանք շատ անհանգիստ են, որ այս թեման կարող է դառնալ որոշակի բացահայտումների առիթ եւ Նիկոլ Փաշինյանի համար էլ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել։ Գրում է թերթը։